Ամուսինս իր տատիկի բաղադրատոմսով կոտլետներ է պատրաստում, այնպես որ սկսեցինք։ Աղացած մսի վրա ավելացնում ենք 1 ձու, չորացրած ռեհան ենք տրորում, 1 սոխ բլենդած, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ։ Մի լավ խառնելուց հետո ձևավորում ենք կոտլետները։ Այստեղ մաստեր կլաս ամուսնուս կողմից, թե ինչպես է ձևավորում կոտլետները։ Ձևավորելուց հետո անցնում ենք տապակելու պրոցեսին եւ այն չենք տապակելու տապակի մեջ, այլ տապակում ենք մեր նոր էլեկտրական գրիլի վրա։ Կոտլետները տեղավորելուց հետո մի հատ տեսեք ծխահեռացման համակարգը, թե ինչ լավ է աշխատում 1, 2, 3 եւ ծուխ չկա։ Եթե դուք եք ուզում ունենալ այս էլեկտրական գրիլից, որը ի դեպ Գորենի Armenia բրենդից է, մենք ունենք մրցույթ էջում, պարտադիր մասնակցեք, պայմանները շատ պարզ են։ Կոտլետները մատուցելու են կարտոֆիլի խյուսով, այն պատրաստեք պարտադիր որակյալ կարագով եւ կաթով, շատ համեղ է ստացվում։ Հասցնում եմ աղցան պատրաստել եւ վերջ ամեն ինչ պատրաստ է, կարող ենք մատուցել, իսկ դուք պահպանեք, որ անպայման պատրաստեք։